Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ ջան, քիչ առաջ ուղի եթերը միացրեցի, մի քիչ հիվանդ եմ, հիվանդությունս խանգարեց, դրա համար կեսում անջատեցի ուղի եթերը, բայց այնպես կանենք, որպեսզի նորմալ ավարտին հասնենք մեր խոսակցությունը, տեսեք ինչ է կատարվում, նախ մենք որպես հայ մարդ, որպես այս քաղաքում ապրող, որպես այս քաղաքը սիրող, որպես այս քաղաքի, ոչ թե մենակ Երևան քաղաքին, իրական Հայաստանի Հանրապետությանը հայկական սիրով սիրահարված հայ մարդիկ, մենք մեծ ոգևորություն ենք ապրում, անձամբ ես, որ Երևանի, Երևանի տոնը, ծնունդը բարձր մակարդակի նախադեպը չունեցող դիմավորվեց եւ ամեն ինչ տեղի անցավ 100 հազարավոր մարդիկ ուղղակի 3-4 օր, 3 օր ուղղակի վայելում են քաղաքը, ուրախանում են, երգում են, պարում են, կայֆավատ են անում, ու այո պետք Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե մայրաքաղաք Երևանում, բոլոր քաղաքներում, բոլոր մարզերում, բոլոր գյուղերում, այո հայ մարդիկ պետք է ուրախանան, պետք է ուրախանան, պետք է պարեն, պետք է կայֆավատ լինեն, անկախ նրանից, թե այս ուրախությանը, այս բարձր մակարդակի, այս միջոցառումներին, որ ինչ բարձր մակարդակի, որ կազմակերպվում է, անկախ նրանից, թե ինչքան մարդիկ են թարախ հայացքով նայում, աբիժնիկի հայացքով նայում, որ իրանց մոտ չի ստացվել, որ հայ մարդու սեփական իշխանության մոտ այս ամենը ստացվում է։ Գիտեք, խիչեր ձեր մոտ ստացվում, որովհետև դուք երբեք կապ չեք ունեցել Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու հետ, որովհետև դուք այդ միջոցառումների այս միլիոնավոր դոլարները դնում եք ձեր գրպանները, այդ դրա համար ձեր մոտ չէր ստացվում։ Որովհետև հայ մարդու հանդեպ հարգանք չեք ունացել, դուք մենակ ձեր սիրուհույների, ձեր քացերի հետ եք կայֆեր արել, տրամադրություն բարձրացրել, ձեր քացերի համար եք խնջույքներ կազմակերպել, սայլուտներ տրգցրել, հասկացաք, այդ դրա համար ձեր մոտ չէր ստացվում ու չէր ստացվի, եթե չի ստացվի, ո՞ց կստացվեր, եթե դուք ոչ մի հարգանք չեք ունացել հայ մարդու հետ, հայ մարդուն, չգիտեմ, կիլոմետրերով վերևից եք նայել, աման չել եք արա, ձեզ պալուս չի եղել հայ մարդու հետ նստեք, ելնեք, շփվեք, ձեռով բարևեք, բա ոնց կլներ, մտեք հայ մարդկանց մեջ մի հատ հայ մարդկանց ձեռներով բարևեիք, ինչ որից է, անկախ նրանից թե ինչքան հայ մարդուց եւ հայ մարդու սեփական իշխանությունից աբիժնիկ օտար երկրյա քոցեր կան, Հայաստանը պետք է այո հավերժ հավիտյան այս ձև ուրախանա, այս ձև միջոցառումներ դիմավորի, ու այս ձև բարձր մակարդակով հայ մարդիկ պետք է ամեն օր, ամեն տոնորեր պետք է իրար վայելեն։ Ու շնորհակալություն հանուն Հայաստանի Հանրապետության հավերժ լինության համար բոլոր ժամանակներին երկնային հրեշտակներ դարձած մեր եղբայրներին։ Այո, մեր եղբայրները նաև իմ ընտանիքից անդամներ կան, ինձ արյունակից անդամներ կան, ովքեր հանուն երեկվա օրվա, որ հայ մարդիկ իրար վայելեն, ուրախանան, պարեն, կայֆավատ լինեն, հանուն այդ ամենի երկրային հրեշտակներ են դարձել։ Կեցե բոլոր ժամանակներին հանուն Հայաստանի Հանրապետության լինելության, հանուն որ հայ մարդիկ երգեն, պարեն, ուրախանան, կայֆավատ լինեն, երկրային հրեշտակներ դարձած բոլոր մեր ժամանակների հերոսներին։ Փառք ու պատիվ իրենց։ Շատ ընտանիքներում կան այդ երկրային հրեշտակներից։ Իմ ընտանիքում էլ կան, իմ հարազատը, ինձ արյունակից ընտանիքներում կան։ Փառք ու պատիվ իրենց։ Եվ ոչ մի անբարոյականի վաստակ իրավունք չունի, ասել, երգում են, պարում են, էս են անում, մեն են անում, սրանք սուքարկող չեն, սրանք են անող չեն, ձևական ժաններից դուրս եկեք։ Իմ արյունակիցները այո, երկրային հրեշտակ են դարձել, ոչ թե ես սաղ կյանքս նստեմ, սուքանեմ, լացեմ, այլ որպեսզի ես ուրախանամ, ես ապրեմ, հասկացաք, այ անբարոյականի վաստակներ, այդ սրա վերաբերյալ, շնորհակալություն, կեցե Երևանի քաղաքապետի գլխավորությամբ, կեցե Հայաստանի Հանրապետության հայ մարդու սեփական իշխանությունը, կեցե։
Անկախ նրանից ինչքան փորձեցին, որ երեկվա օրը տոնը փչացնեն։ Ոնց փորձեցին։ Պաժար տվեցին Սովետաշեն, հա, Սովետաշեն են ասում, Սովետաշենի աղբավայրը։ Էրեբունի Երևանի ծննդյանից 3 օր առաջ, ծննդյան օրվանից 3 օր առաջ, թե 2 օր առաջ, պաժար տվեցին Սովետաշենի աղբանոցը։ Գիտեք ինչի պաժար տվեցին, որ երեկվա օրը Էրեբունի Երևանի ծնունդը հարամ են, որ քաղաքական դիվիդենտներ հավաքեն ասեն, օй, տոն են անում, ծնունդ են նշում, ծախի մեջ կորած, այ հանուն դրա համար պաժար տվեցին։ Ու ազգային անվտանգությունը բոլորի ռեսուրսները, լծակները պետք է օգտագործի, որպես այդ պաժար այդ հարամանողներին գտնի, բերման ենթարկվեն։ Պետք է գտնի, իրավապահ մարմինները պետք է գտնեն, որովհետև սա կազմակերպված սադրանք ա եղել։ Սա կազմակերպված սադրանք ա եղել հանուն, որ Էրեբունի Երևան ծննդյան օրը հարամ անեն, ինչպես հանուն իշխանության պատերազմ հրարեցին, 44 օր պատերազմ դավաճանեցին, չգիտեմ ինքնան զորքերը Երևանի սրտում խրամատավորվեցին, ես իմի չեր անին, հանուն իշխան դրանով չբավարարվեցին, հանուն իշխանություն արևանգելու Արցախում իրանք ձևերով, ես ձեր ձևի վրա հայ մարդը ձեր ձևի վրա մեզի, հայ մարդիկ ձեր ձևի վրա իրենց բնական կարիքները հոգան եւ հոգալու են, չկասկածեք, հոգալու են։ Բեսպրիցել անելիք չունի ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում։ Ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում բեսպրիցելը օրակարգ չպետք է թելադրի եւ բեսպրիցելը 2018 թվականի մերժված բեսպրիցելը Ռոբիկի եւ Սերժիկի գլխավորությամբ իր այդ 18 պլյուս այդ մակլագույքներով պետք է մահանա ու կմահանա քաղաքական մակարդակով ու կմահանա։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, ինչ է ասում, խոսքս կիսատ մնաց։ Իրանց ձևերով դրանով է չբավարարվեցին, 44 օրյա մուտի տարածելով, պարաշ տարածելով, դավաճանություն անունելով էլ չբավարարվեցին, ինչքան շատ տարածքներ, ինչքան շատ զոհեր, այնքան ավելի մեծ հույս իշխանություն արևանգելու չբավարարվեցին, իրանք իրանց ձևերով հեղափոխություն արին և դաշնակցական անբարոյականի վաստակ նախագահ ընտրեցին Արցախում, ըստեղ ոգևորված շնորհավորում էին մեկը մյուսի, այդ գյադեքը, այդ թուլեքը, այդ հայ մարդու հետ որևիցե կապ չունեցած հայ մարդուց աբիղնիկ, այդ թուլեքը ինչ արին, Արցախ ամբողջությամբ լուծարեցին, հանուն ինչի, հանուն իշխանություն արևանգելու, հանուն մարդկանց քանակ ապահովելու Երևանի սրտի հրապարակներում, բայց կեցե մեր այն արցախցի քույր ու եղբայրները, որ թացը չորից ժոգեցին ու հասկացան ինչ ա կատարվում, կեցեն այո մեր արցախցի քույր ու եղբայրները, ոչ բոլորը, բայց այո հենց մեծամասնությունը մենք շփվում ենք ու մենք հասկացանք, որ այո մեծամասնությունը թացը չորից տարբերեց և այդ խուլիգան մաֆիայի սադրանքի գերին չդարավ, որովհետև իրանք հասկացան, որ իրանք սրանց պետք են որպես ցուցարար, որովհետև իրանք հասկացան, որ սրանք այս լակոտներն, այս օտարի քոցերը երբեք իրանց ցավով չեն ապրել, իրանց երջանիկ խաղաղ հարուստ ապագայով չեն ապրել, հասկացան, որ այս գյադեք, այս օտարի քոցերը միշտ իրանց օգտագործել են, շարարկել են հանուն իրենց իշխանությունը պահելու համար, հանուն իրենց ազնական հարստության համար, մարդիկ հասկացան, ու շնորհակալություն այդ հասկացող մարդկանց, որ հասկացան, ովքեր որ չեն հասկացել, պարտավոր են հասկանան, չեք թպրտալու, թույլ չենք տալու, պարտավոր եք հասկանաք, այլ տարբերակ չունեք, այս սա պետությունն է, սա ձեր հոր դուքանը չի, որ ով ոնց ուզի, այս պետության ճակատագրի հետ խաղա, այս պետությունը 2018 թվականին վերջնականապես և հավերժ անվերադարձ ազատվել է այս պետության և այս պետության մեջ ապրող, վերջնականապես ազատվել է այս պետության հետ կապ չունեցած, այս պետությունը տասնյակ տարիներով իրենց ազնական հարստության համար օգտագործած, այս պետության ապրող մարդկանց տասնյակ տարիներով վախի ստրախի մեջ պահած խուլիգան բանդայից, օտարի քոցերից, Ռոբիկի և Սերժիկի գլխավորությամբ, վերջնականապես, հավերժ և վերջնականապես, անվերադարձ։ Եվ հիմա այս պետության մեջ ապրող հայ մարդիկ թույլ չեն տա ձեր խուլիգան բառապաշարով, լեքսիկոնով, օրակարգով, ձևերով այս պետությունում թփրտակ։ Եթե դուք, իհարկե մարդիկ սրանից շատ են ներվայնացած, եթե դուք 2018 թվականից, 2010 և ոչ թե 2018-ից, 2010-ից, առավել ևս 2020-ից սկսեցիք թփրտալը, դրա միակ հովանավորը Թավիշն է,
Դրամեակ հովանավորը Թավիշնա, Թավշա հեղափոխությունն է իր բոլոր կանոններով, օրենքներով։ Դրամեակ հովանավոր էդիա։ Որ ասենք դուք ձեզնով ենքան կակ, որ կարայիք տենց թփրտակ չէ։ Չկաք, դրամեակ հովանավորը վարչապետի դատական դատավորների աշխատանքի մեջ չխառնվելն է, որ վարչապետը չի խառնվում դատավորների գործնեության մեջ, չի խառնվում։ Ուզենայել, ցանկանայել, չի կարող խառնվի, որովհետև վարչապետը ձեր նման պարապ տեղները վերընկած տեղները վերընկած չի, վարչապետը պետության հարցալուծում, վարչապետը այս պետության վաղվա այսօրվա եւ վաղվա խաղաղության հարցն է լուծում, որովհետեւ այս երկրի իրական Հայաստանի իրական առաջնորդը աշխարհի գերհզոր պետությունների ղեկավարների հետ է նստում հելնում անհնարին թվացող հարցերը հնարավոր դարձնում, անհնարինը հնարավոր դարձնում։ Այն որ ինչքան օդի մեջ է, ինչքան է որ Հայաստանի Հանրապետությունում է, էլի պարապ չի։ Ատել արդեն մարզերով, գյուղերով իր սեփական աշխատանքներին է հետևում։ Իր սեփական ուժի եւ հարստության հետ աշփվում, այսինքն հայ մարկերից։ Այո, դուք մենակ դրանից եք արդյավորվել ու ձեր լակոդլուկուտներն իրաց փողոցներում, բակերում հիմա կուրաժիտ են անում, ասում են արա դե մենք են վախտել ենք ասող եղել, հիմա են ասում։ Մենք են վախտել ենք ու ոնց պետք է լենձվել լետները վարվել, հիմա են վարվում։ Ու մենք ընկանք ձեր հետևից, ձեր այդ տեսակի, այդ ձեր խոսացողների։ Ուրեմն տենանք դուք ով եք, որ ձեր փողոցում տուզ եք համարում, դուք եք եւ ձեզնից ցենյան են ոչ ոք չկա։ Ուրեմն հետաքրիր է հասկանանք ով եք դուք։ Ով ու դուք ձեր սեփական մաշկի վրա ցավը կզգաք, որ դուք սխալ եք արել, որ կուրաժիտ եք եղել ու միջև մա կուրաժիտ եք գալի, ինչ որ մարդկանց վախը բռնելով, որ դուք այն վախտել եք եղել, հիմա էլ կաք ոնց ուզում հենց էլ անում եք։ Բեսպրիցելը Հայաստանի Հանրապետություն պետք է մահանա։ Ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում բեսպրիցելը պետք է սատկի, մահանա։ Սիրելի մարդիկ, շատ եք ասում։ Բալա ոնց է լինելու, ինչ է լինելու, ասեմ ոնց անելու, ըստ ինձ 2026 թվականին քարոզարշավը սկսելու դեպքում հենց քարոզարշավը 2026 թվականի քարոզարշավը հենց սկսեց 30 օր, չէ՞ դեմում քարոզարշավը։ Հենց առաջի օրը պետք է մահանա Թավիշը։ Իհարկե ժողովրդավարությունը տեղը պահելով, միլիմետր անգամ չշեղվելով ժողովրդավարությունից։ Միլիմետր անգամ չշեղվելով ժողովրդավարությունից։ Բայց մենք նաև գիտենք ժողովրդավար պետությունների ինչ չերա կատարվում։ Էդ էլ գիտենք։ Սարքորեն պահպանելով ժողովրդավարությունը եւ այո հենց ժողովրդավարության մեջ Թավիշը պետք է մահանա։ Թավիշը պետք է մահանա։ Եվ վստահ ենք, որ Թավիշը կմահանա։ Եվ Թավիշը մահանալուց վարքյաններ հետո հայ մարդը տասնյակ տարիներով սպասված իր վրեժը կլուծի։ Մեր ձևերով էս օտար երկրի մի հատ ալիգարխ կա։ Գիտեք ինչ։ Թքած ձեր փողի վրա էլ, ձեր հարստության վրա էլ։ Մեր պետությունից ենյան արժե գոյություն չունի, հարստություն գոյություն չունի։ Թքած ձեր այդ դոլարների վրա մենք էթում ենք մեր պետության շահերի հետևից, այլ ոչ թե դոլարի շահի հետևից։ Հայ մարդը գնում է պետության շահի հետևից, այլ ոչ թե դոլարի հետևից։ Դոլարի հետևից գնացողները թող գնան, բայց թող բոլորը լավ հասկանան։ Իրանք այս պետությունում հանգարց չհամարեն, որ իրանք ամենա համարցակն են ու ոնց ուզեն հենց էլ կարան անեն։ Անգաշների տող արեք, ոչ ոք չի խնայվի, չի ներվի, ոչ մեկ ովքեր կփորձեն չափները անցնեն, մարդկանց հետ սպառնալիքի լեզվով խոսալ, մատ թատան չգիտեմ ինչ են անեն, չեք խնայվի ոչ մեկըդ, մենք գնում ենք պետության շահի հետևից, մենք գնում ենք խաղաղության հետևից, որովհետև այո, կյանքը, երջանկությունը, հարստությունը, աշխարհը խաղաղության մեջ է, ով ուզում է թող փողի հետևից գնա թքած փողի վրա։ Մենք գնում ենք պետության հետևից եւ պետության շահի հետևից, մենք գնում ենք խաղաղության եւ խաղաղության շահերի հետևից։ Փողի հետևից գնացողներ, ամենամեծ հարգանքով ձեր նկատմամբ։ Չափ ու սամանը չանցեք, մենք ասում ենք, ուղիղ եւ հստակ։ Եթե ինչ-որ մեկը համարում այս պետությունում, որ ինքը ամենահամարցակն է, մենք ասում ենք, մենք մեզնից համարցակը ոչ մեկին չենք ճանաչում ու չունենք ճանաչելու։ Չափները չանցնեք, չեք խնայվի։ Չեք խնայվի քաղաքական մակարդակով ոչ ոք։ Եվ այո, 2026 թվականին ընտրություններին, հենց որ քարոզարշավը 26 թվականին սկսվեց, այո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է սպանի Թավիշը։ Պետք է սպանի Թավիշը։ Իհարկե, նորից ժողովրդավար օրենքներով
մեր ձևով, մեր պետության ձևով, վարչապետի ձևով, վարչապետի հորդորների ձևերով մենք պետք է վերջնականապես տասնյակ տարիներով սպասված մեր վրեժը լուծենք։ Այս պետության հետ երբևիցե կապ չունեցած 2018 թվականի մերժված խուլիգան բանդայից։ Մենք պետք է մեր վրեժը լուծենք այս պետությունը տասնյակ տարիներով իրենց ազնական հարստության համար օգտագործողներից։ Մենք պետք է մեր վրեժը լուծենք Արցախը եւ արցախցիներին տասնյակ տարիներով իրենց ազնական իշխանությունը պահողներից։ Այո, մենք մեր վրեժը կլուծենք։ Մենք մեր վրեժը կլուծենք։ Էդ ալինելու մարդիկ ջան, ես ձեզ եմ պատկերացնում։ Դուխներդ մի գցեք։ Մենք նույն մենքն ենք, իրանք են նույն 18 պլյուսն են։ Իրանք են նույն 18 պլյուսն են։ Մենք են նույն մենքն ենք։ Թող խոսեն։ Օրենքն է թույլ տալի։ Հայտ են ներկայացրել։ Ընտրությունների են ուզում մասնակցեն։ Թող մասնակցեն։ Թող մասնակցեն։ Բայց թող բախտները փորձեն։ Ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում գողական է թան, լավ տղաս կան իրանց, դիմացինիներ, սենց մի ձև նայելով, թող բախտները փորձեն, չեն խանայվելու, քաղաքական մակարդակով, սպանվելու են, չեն խանայվելու, դելա տենանք, հեսա կտենանք դե արդեն ում մերնա տղա պերել, ով արջե, ով կարա համարցակությունից խոսա, հեսա դե կտենանք, ու կտենանք, սիրելի մարդիկ, սիրելի գաղափարակիցներ, սրանք ենքան աբիժնիկ են հայ մարդու սեփական իշխանությունից, հայ մարդու սեփական ընտրությունից, որ իրական Հայաստանի իրական առաջնորդի սրտիկից ամբողջ ոհմակով վատացել են, բարձր ձայնով հաչոցները կապել են, բարձր ձայնով հաչում են, ոռնոցները կապած, վնգստում են, այդ դու միած սրտիկից ես կխնդրենք մենք վարչապետին, որպեսզի հաճախակի իր ժեստերով, իր 3-4 վայրկյանանոց ժեստերով, սրանց այս ամբողջ ոհմակին սենց հոգեխանգարման մեջ գցի։ Մենք է սենց կողից նայենք, մեր տրամադրությունները բարձրացնենք այդ գադեքի վրա, այդ լակոդուկուտների վրա։ Սերժիկը Քոչոն, ես Տաշիրի անունը չեմ ուզում տամ, Տաշիր Սամվելիկը ով է, Տաշիր Սամվելիկը ուղղակի հաջողակ բիզնեսմեն ա եղել, ինչպես տենց հաջողակ բիզնեսմեններ շատ հայեր ունենք տարբեր պետություններում, նաև Հայաստանի Հանրապետությունում։ Դե մայ եթե Տաշիր Սամվելը գտել ա, որ պետքա գա իր ձևերով հարցեր լուծի այս պետությունում, Քոչոյի հայ մարդու կողմից մերժված խուլիգան բանդայի շայրը սպասարկի, թող անի, մենք է մեր անելիք կանենք, բայց թող բոլորն էլ իմանան, որ մեզ համար գիտես իրանց փողերը, իրանց էսյանենյանը, ալիգարխ եք բիզնեսմեն եք, կպեք ձեր գործերին, զբաղվեք ձեր գործերով, եկել եք, ընկել եք թեմայի մեջ, դե կմնաք թեմայի մեջ, հիմա թեմայի մեջ մտել եք, միջև վերջ կտանեք, ու այո կարալու եք ինչ-որ խախտակ, որտեղ լիքը փող ունեք, ու լիքը մարդիկ կան, որ փողի հետևից են գնում, այլ ոչ թե պետության հետևից, լիքը մարդիկ կան, որ գնում են փողի շայի հետևից, այլ ոչ թե պետության շայի հետևից, գնացեք, մենք հո մեր վրա վստահ ենք, որ գնում ենք պետության և խաղաղության շայրի հետևից, որ ոչ մեկին թույլ չենք տալու իրանց ձևերով, ինչ-որ ստեղ խաղեր տան, մենք հո մեր վրա վստահ ենք, կասկածում եք, ես կասկածողներին հիմիկվանից ցավակցություններս եմ հայտնում։ Սիրելի մարդիկ, եմ որ ասում եք ինչ անելու, ոնց անելու։ 2026 թվականի ընտրություններին հենց քարոզարշավը սկսեց, առաջի օրը պետք է մահանա Թավիշը։ Այ երբ որ Թավիշը կմահանա, Թավիշի թիկունքում պահկված այս մեծ խոսացողները ամեն մեկ ինձ տեղը կգտնեն։ Մարդիկ էլ կողից կտեսնեն, որ վերջնականապես իրենց սպասելիքները կատարվում է։ Դատավորներն էլ իրենց աշխատանքից կփոշմանեն, կաման չեն, կասեն, խեզև դատավորներ կան, մենք չգիտեինք, մենք ենք լինելու մեր պետության ճակատագրի դատավորները, այլ հայ մարդիկ, այլ ոչ թե փողին, վախին, սպասումներին, թե վաղը չմյուս օր ինչ կնի, գերի գնացած ժամասպան դատավորները, ովքեր զբաղված են ժամասպանությամբ։ Մենք ենք տերը մեր պետության, մենք ենք տերը մեր հեղափոխության և դուք ոնց եք պատկերացնում, ձեզնից ուժեղը կա,
Ձեզնից հարուստը կա, դուք պատկերացնում եք այնձե մի հատ ալիգարխ, որ կարա գա մտնի մեր մեջ ու իր ձևերով հարց է լուծի, ես չեմ պատկերացնում, այդ ձև որևէ մեկին։ Դուք ոնց եք պատկերացնում, որ մեր իսկ կողմից մերժված խուլիգան բանտան այնքան կա, որ կարա մեր ձեռից իշխանություն վերցնի, հայ մարդու ձեռից, հա, որ կարա ձեր սեփական իշխանությունը նորից արևանգի, ես նման բան չեմ պատկերացնում, որտեղ ես վստահ եմ իմ վրա, ու դուք էլ եք վստահ ձեր ցավը տանեմ, ուղղակի մի քիչ ներվայնացած եք, ու ձեր ներվայնությունը լեգիտիմ է, խոնարհվում եմ ձեր լեգիտիմ ներվայնության առջև, որտեղ ձեր ներվայնությունը քոչոյի Սերժիկի ոռնոցներն է, այս կուրաժիտ լինելն է, այս ալիգաուտարի պետության, այս ալիգարխների իրաց ձևերով այս կուրաժիտ լինելն է այս պետությունում, այս ոռնոցներն է ձեր ներվայնության միակ պատճառը։ Եվ ես վստահ եմ 2026 թվականի ընտրություններին հետ սկսեց Քարոզաչավեն սկսեց առաջի օրը մահանումա Թավիշը ու այդ հետ մահացավ Թավիշը դուք տեսեք ինչա կատարվում այս պետություն տեսեք ինչա կատարվում տեսեք մկան ցակին ոնց են երնակ տալու տեսեք ոռնոցներում ոնց են կտրելու տեսեք ամեն մեկի այստեղը ոնց է գտնելու շատ հանգիստ խաղաղ մենք չենք ասում ավտոմատները վերցնելու են գրռնենք մենք մարդասպան չենք մեր ավտոմատները մեր ուղեղում է Մեր ավտոմատները մեր ուղեղում է, մեր զենքը մեր ուղեղում է, մեր գլխում է։ Մենք քո մարդասպան չենք սրանց նման, որ ավտոմատները վերցնենք, գրռնենք։ Կամ շուքամուտի դեմը ցես մասկավորված դուբինկերքով դիմավորենք, չէ։ Մենք դրա ձևերը հայ մարդիկ դրա ձևերը լավ գիտեն, ցավները տանեն։ Մի բան լավ իմացեք, ու մի բանից արխային եղեք։ Ձեր սեփական ընտրությունից տենյան ուժեղը չկա։ Ձեր սեփական ընտրությունից տենյան հզորը չկա, հարուստը չկա, համարցակը չկա։ Ձեր սեփական ընտրությունը Նիկոլ Վովայ Փաշինյանը իրանց այն ծաղկուն ժամանակներում, իրանց իշպետներ ասում են, իշպետներ անում են, իրանց հետ ոնց ուզում խոսում էր, ոնց ուզում մատ էր թափտալի վրեքները։ Դուք ոնց եք պատկերացնում։ Հիմա ոնց եք պատկերացնում, իրանք ուժեղ են ձեր ընտրությունից։ Չէ, ուղղակի Ձեր ընտրությունը այս էցանը, ձեր սեփական ընտրությունը իրական Հայաստանի իրական առաջնորդը կայֆավատ անում սրանց վրա, տեսեք ինչ անում։ Մտնում է իր հավե, մի հատ 5 վայրկյանանոց մի հատ սրտի կանում։ Ու սրանց գցում է բանի մեջ, հոգեխանգարման մեջ, կայֆավատ ալնու վրեքները։ Ուղղակի 24 ժամ, օրվա 24 ժամից 3 վայրկյան ցես մատնում է իրանց վրա, ցես մի հատ հոգեկան խանգարումներ, որ ոռնոցներուն տնեն, որ հաչան, բարձր ձայնով հաչան։ Իսկ է մնացած ժամերն է ցավը տանեմ 24 ժամից 3 վայրկյանը սրանց հադրում է մնացածներ խաղաղության հարցն է տեղը գցում է մնացած ժամանակներն էլ աշխարհի առաջնորդների հետ են նստում հերնում գերհզոր պետությունների առաջնորդների հետ են նստում հերնում գերհզոր առաջնորդների հրավերներով է օթի մեջ թռնում նստում հելնում անհնարինը հնարավոր դարձնում հարցեր գցում տեղը ցավները տանեմ հիմա ասենք այս լակոտ լուկուտներին հուչի դնելու անընդհատ բան ասի այս ասելու վախտը կգա այդ ասելու վախտը 2026 թվականի ընտրություններն է Քարոզ Արշավի հենց առաջի օրը ոնց Թավիշը բերել է օքեյ բերել է իր ցավն է տանեմ լավ արե որ բերել է ինքն է իր բերած Թավիշը կասի ժողովուրդ ջան մահ Թավիշին վերջ Թավիշին բայց էլի մենք մեր ձևերով Բարձր ձերքերով, խաղաղ, ակուրատնի, մարդավարի, տաղավարի, հայավարի, մենք մեր անելիքը կանենք, մեր ասելիքը կասենք, որևէ մեկը, այս խոսքերի լրջության վրա, թող չկասկածի, մի բան լավ իմացեք, Հայաստանի Հանրապետությունում այլևս ռոբասերժական խուլիգան մաֆիան իշխող չի լինելու, Հայաստանի Հանրապետությունում այդ օտար երկա ալիգարխները, օտար երկա քոցերը իշխանություն չեն լինելու, մոռացեք, այլևս Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար հարստանալու միջոց չի լինելու, այլևս Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար հարստանալու միջոց չի լինելու, այլևս Հայաստանի Հանրապետության պարտքերը, խաղահարապարակները, չգիտեմ, մանկապարտեզները, դպրոցները ձեզ համար բիզնեսի վայր չի լինելու, այլևս Հայաստանի Հանրապետության, չգիտեմ, այդ պատման մշակութային արժեք ունեցող շենքերը ձեր սեփականությունները չեն լինելու Այլևս Հայաստանի Հանրապետության հարստությունը գույք պարկի դիմաց սրան նրան տվողները դուք չեք լինելու, այնից որ կպեք ձեր գործերին եւ սպասեք ձեր դաժան դատաստանին, որտեղ ձեր դատաստանը տեսնելու է հայ մարդը, ինչ մնաց, այսքան համբերել ենք ու տալիա, մի քանի ամիս է կհամբերենք, ու 2026 թվականին հայ մարդը քաղաքական մակարդակով հայ մարդը տասնյակ տարիներով սպասված իր վրեժը
կլուծի ձեզնից, չկասկածեք, ու մենք մեր վրեժը ձեզնից կլուծենք։ Ռոբիկ, Սերժիկ, այդ մանկլավիկների չեմ ասում։ Տաշիր, մաշիր, ով են դրանք, դրանց չեմ ասում։ Սերժիկ եւ Ռոբիկ։ Եվ 4 կողմը հավաքված տարբեր կուսակցության անուններ դրած մանկլավիկները թող լսեն։ 2026 թվականին մենք տասնյակ տարիներով մեր սպասված վրեժը լուծելու ենք ձեզնից։ Մենք վրեժ խնդիր ենք լինելու ձեզնից։ Մենք վրեժ ենք լուծելու ձեզնից եւ քաղաքական մակարդակով տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը վարար գետի նման ձեր բերանից հոսելու է։ Ձեր բերանից հոսելու է։ Մարդիկ, դուք մի բան նա ով, չէ, մենք վարչապետին ընտրածներ ախր բոլորն են վարչապետին այդ ճանաչում։ Ոչ մեկ չի կարա իր ուժի, իր դուխի, իր հնարավորության վրա կասկածի։ Ախր դուք տառապել եք իր հետ տարիներով, տասնյակ տարիներով տառապել եք, մեծացել եք, ովքեր մեծ են եղել, ավելի են մեծացել, ովքեր փոքր են եղել, իր հետ մեծացել են։ Ախր լավ, մենք ոնց կարանք կասկածենք մեր վարչապետի դուխի, հնարավորության եւ համարձակության վրա։ Ոնց։ Ու մի հատ էլ ասենք, դե ոնց անելու, ինչ լավ անելու։ Ոնց անելու։ 2026 թվականին Թավիշը կմահանա։ Հայ մարդը տասնյակ տարիներով սպասված իր վրեժ խնդիրը կգցի տեղը, իր վրեժը կլուծի դրանից, ամեն ինչ կգրի տեղը, ինչ այլ է։ Հիմա ասենք ոնց եք պատկերացնում, Նիկոլ Փաշինյանը պետք է նստի անդած սրանց հետ դնի վերստի, դիքը ձեր սեփական ընտրությունը սա աշխարհի հետ է շփվում, աշխարհի դեմքերի ու աշխարհի հզորների հետ է շփվում։ Ձեր ընտրությունը աշխարհի ժողովուրդ, աշխարհի հզորների ուժեղների հետ է շփվում։ Անհնարին թվացող հարցերը հնարավոր դարձնում, անհնարինը հնարավորություն դարձնում, հնարավոր դարձնում, հարցերը տեղը գցում։ Դուք ոնց եք մտածում, ասենք աշխարհի ուժեղների հետ շփվողը պետք է գես լակոտ լուկուտների բան ասի, հա։ Ուղղակի լակոտ լուկուտների բախտը բերել է, որ ասենք վարչապետ հեռախոսը չի վերցնում, զանգում, Քոչարյանի Սերժի դատավորին ասի, գիտես ինչ, ալա։ Եթե այսօր Քոչոյին Սերժիկին ամեն մեկին այսքան չտվեցիր, կաբինետիցը դիակըտ են հանելու։ Ուղղակի դատավորները արտավորվելով հետ ամեն ինչի, դե սովոր են, որ պետք է զանգեն ասեն նայա, եթե չդատիր, այքո ճակատագիրը հեսա լինելու։ Նե ախր սովոր են, ինչը իրանք էլ չեմ եղավոր։ Իրանք էլ արտավորվել են այդ չխառնվելուց, վարչապետի սիրուց, չխառնվելուց, դարձել են երևի սրանց գերին, սրանց վախի գերին։ Երևի որ վարչապետը չի խառնվել, իրան թույլ չտվե խառնվի, սրանք են խառնվել, սրանք են զանգել բանարել, ես չգիտեմ, ուղղակի տենց մտածում եմ, էլի, սա 100% չեմ ասում, ուղղակի մտածում եմ, կասկածներ մեջս ֆռում է, կասկածներս բարձրաձայն արտահայտվում են։ Ոմանք կարող է վախի գերին են դարել, ոմանք կարող է փողի գերին են դարել, ոմանք կարող է դարել է նրա գերին, այն խոսյութի դե չգիտենք վաղը չեմ իսօր ինչ պետք է լինի, այդ դրա գերի վաղը չեմ իսօրը, այսօրվա նման եւ այսօրվանից ավելի լավ օր է լինելու, ինչ պետք է լինի։ Վաղը չեմ իսօրը Ռոբասերժական 2018 թվականին Ռոբասերժական խուլիգան բանտան քաղաքական մակարդակով մահանալու է, վաղը չեմ իսօրը բեսպրիցելը ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում մահանալու է քաղաքական մակարդակով, այդ է լինելու։ Ձեր նման դատավորները ազատվելու են աշխատանքից, ռադները քաշելու են եւ ձեր տեղը պետականամետ, պետության եւ խաղաղության հետևից գնացող դատավորներ են լինելու, այլ ոչ թե հարստության կամ փողի հետևից։ Հասկացաք, այդ է լինելու վաղը չեմ իսօրը, իմացիք ինչ անելու։ Կեցե խաղաղությունը, կեցե անկախ ինքնիշխան, ինքնուրույն Հայաստանի Հանրապետությունը, կեցե մեր փոքրիկները, որ սովորում եւ սովորում են հարմարավետ, գեղեցիկ պայմաններում ձեռք բերելով հարուստ գիտելիքներ եւ հետագայում 5 տարի հետո, 10 տարի հետո, 20 տարի հետո այս հարմարավետ գեղեցիկ պայմաններում ձեռք բերած հարուստ գիտելիքները ծառայացնելու են իշա իրական Հայաստանի Հանրապետության ավելի ուժեղացման համար։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ անելու։ Մարդիկ ջան, լավ անելու։ Այն որ ասում եք ինչ անելու, ասեմ ինչ անելու։ Դա ինձ երազանքն է։ 2026 թվականին հենց ընտրությունները սկսեց, քարոզարշավի առաջ օրը Թավիշը պետք է մահանա։ Պետք է մահանա այս Թավիշը։ Այդ է լինելու։ Դուխները տեղը ձեր ցավը տանեմ, մեզնից, ձեզնից ուժեղը չկա, համարձակը չկա, ազնիվը չկա, արդարը չկա, որովհետև մենք պետության եւ խաղաղության հետևից գնացողներն ենք, որովհետեւ մենք պետության, մեր սեփական, մեր իրական Հայաստանի Հանրապետության շահերի եւ խաղաղության
շայերի հետևից գնացողն ենք, այդ դրա համար մեր դեմը խաղ չկա։ Իսկ նրանք ովքեր փողի, ալիգարխայի, մաֆիայի հետևից, շայի հետևից գնացողներն են, թող իրանք մտածեն։ Իրանք էլ մեր քույր ու եղբայրներն են եւ մեր քույր ու եղբայրները մենք հորդորում ենք։ Այս պետությունում չթփրտակ, չթփրտակ, ուրիշ լեքսիկոնով հարց չդնեք, չվերցնեք, որովհետեւ ոչ ոքը չեք խնայվի։ Սա ձեզ եղբայրական հորդոր, հետո չասեք, բախի սենց եղավ։ Ամեն ինչ լավ է լինի։ Մնաց այս խոսքերի լրջությունն է օր-օրի վրա, խոսքերի լրջության վրա կասկածողները օր-օրի վրա կզգան, որ սխալ են արել, որ կասկածում են, ու ես ասեմ, այս 8 տարվա ընթացքում լիքը խոսքերի վրա ովքեր կասկածել են, լիքը մարդիկ փոշմանել են, որ կասկածել են, իրանք իրար մեջ դա կհաստատեն։ Աստծով ամեն ինչ լավ է լինելու։